Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեն Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է նախկին արտգործնախարար Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքով պատգամավորի տեխնացու առաջադրված Վարդան Օսկանյանը, շնորհակալություն պարոն Օսկանյան։ Եթե դեմ չենք, մենք խոսենք արտաքին քաղաքականության մասին, երեք մի իրադարձություն տեղի ունեցավ, Եվրամիության հետ նախաստորագրվեց ինչ-որ համաձայնագիր, որի բովանդակությունը առայժմ չի հրապարակվում, ինչպես եք ընդհանրապես գնահատում այդ փաստը։ Դրա մասին ես իմ կարծիքը նախկինում եմ ասել, այսօր էլ նույնն է, նախ 4 տարին է, որ փորձում են բանակցությունները հասցնել ավարտին, հիմա նախաստորագրում են, ինձ համար սա դեղավորվում է իշխանությունների ընդհանուր այն մոտեցման, որ իրենց համար արտաքին քաղաքականությունը ոչ թե միջոց է, այլ նպատակ, ինչպես այցերն են նպատակ, ժողովրդին ցույց տալու, որ ինչ-որ բան է արվում, նույնը սա է, ես համոզված եմ, որ մեծ ջանք են դրել, որ Բրյուսելից ինչ-որ մեկը գա եւ ստորագրեն հիմա այս ընտրությունների նախաշեմին։ Ընտրությունների հետ է կապ։ Միանշանակ, այսինքն արտգործնախարարը այնտեղ մենակ կանգնած է, ես հիշում եմ հարևանության, նոր հարևանության այդ պայմանագիրը նախ ստորագրեցին Գերմանիան, Ֆինլանդիայի արտգործնախարարը, որ այն ժամանակ նախագահի երկիրներ, իմ կողքին կանգնած էր Երևանում, նախ ստորագրեցինք, սա ուղղակի այդ դրամապանության մեջ է դեղավորվում, որտեղ արտաքին քաղաքականությունը իսկապես իրենց համար այսօր դարձել է նպատակ, այսինքն այցը նպատակ է, ոչ թե միջոց է այդ այցի ընթացքում ինչ-որ խնդիր լուծել, ուղղակի այցն է նպատակ է, էլի գնանք վերջին նախագահի այցերը նայեք, էլի այսքան սպայեցին այս ամսվա մեջ Բրյուսել, Փարիզ, Մոսկվա, դեր կգնան ես կարծում եմ, սա էլ այդ շարքից է, էլի բովանդակությունը, արամ, գիտեմ, որ շատ նեղ բովանդակություն է, դեղյակ եմ ես, որովհետև ես էլ իմ բանակցություններն եմ վարում, որպես պատգամավոր նախկին արտգործնախարար, իմ գաբեր ունեմ եւ Բրյուսելը մեղելի եմ տեսփանների հետ եմ խոսում, 4 տարին է, չի ստացվում, ինչի, որովհետև հայկական կողմը պատրաստ չէ խորքային բան ստորագրելու, ասում են ամեն երրորդ բարբերության վերջում ուզում են դնեն, եթե չի հագացում ԵԴՄ մեր պայմանավորվածություններին։ Դե Եվրոմիությունն էլ մի հատ սկզբունք ունի, էլի, այսքան ես ուզում, այսքան գտամ, այսքան ես ուզում, այսքան գտամ։ Ես կարծում եմ այս պայմանագիրը, որ դեռ չեմ բացել, հա, այսքանն է, էլի։ Եվրոմիությունը դա ուզում ես կանեմ, խնդիր չկա, քո խնդիրն է, էլի։ Բայց մենք պատրաստ ենք սրան, դու պատրաստ ես, ակնհայտորեն հայկական կողմը դրան պատրաստ չէ։ Իսկ ձեր տպավորությամբ այդ փաստաթուղթը չի ստորագրվի վերջնական։ Կարող է չստորագրի, գիտես արամ, չեմ գարա։ Նա հիմա նախաստորագրել են, սա ակնհայտորեն ընդրական այս բանի արշավի մասնակազմում իշխանության, հանրապետական կուսակցության հետո ստորագրվի թե չեմ կարող, այ մեղ չվերցնեմ, էլի կարող եմ ստորագրեմ, գիտես, եթե բովանդակություն չկա, Եվրոմիությունը, գիտես, ընդառաջում է, էլի, դա քո, իրենց սկզբունքը ես ասացի արամ, եթե այլ լիներ սկզբունքը, որ չէ, սա է, կամ սա ենք ստորագրում, կամ չէ, չէր ստորագրվի 100%։ Բայց որ Եվրոմիությունը այդ հնարավորությունը տալիս է, ճկունությունը ունի, էլի, ասում է քո որոշելիքն է, վստահ եմ լսել ես, էլի, սրա մասին, հատուկ էսի ծրագրում կա, ըստ քո գարիքի։ Եթե էս է ուզածը, խնդրեմ ստորագրենք, այդքանը ստացի, դա քո խնդիրն է։ Այսօր նույնիսկ եթե ստորագրվի, ես կարծում եմ, որ դա լուրջ բովանդակություն չի ունենալու։ 13 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանը կտրուկ շրջադարձ կատարեց, հա, այս հարցում, եւ շատերին նաեւ ինձ դա դուր չեկավ, մեղմ ասած, հա, այսպես ասած։ Հնարավոր էր խուսափել այդ մաքսային միությունը։ Հա, միանշանակ, Արամ ջան։ Նայ, հարցը մտնել չմտնելու խնդիրը չէր, էլի։ Կարելի էր եւ մտնել, ասեմ։ Բայց ծևը, որ արվեց, միանշանակ երկու կարծիք չկարող լինել, իսկապես շատ սխալ էր, էլի։ Որտեղ նա ինչ արեցիր, Եվրոմիությանը, ես հիշում եմ դրանից ընդամենը մի շաբաթ առաջ, հանձնագետարը բանակցությունների Երևանում էր։ Ֆյուլեն։ Նախագահի հանդիպումից հետո եկավ ինտիմության հետ հանդիպեց, էլի, այսօրվա նման հիշում եմ։ Ես որոշ կասկածներ ունեի, որտեղ տեսփանների հետ որ հանդիպում էի, արդեն նախկայ աշխատակազմի ղեկավարի հետ որ հանդիպումներից եզրակացության եկել են, որ չի Հայաստանը կարող է միտքը փոխի։ Ես Ֆյուլեին ուղիղ հարցրի, ասի, նայեք, ես կասկածներ ունեմ, կարող է Հայաստանը չորը, ասի, չէ, ինչ եք նշանակում, ասեց, ես նոր նախագահի մոտից եմ գալիս։ Ասում է Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան ես 3-ից հետ համեմատած միակը որ վստահ ենք որ ստորագրել դա Հայաստանն է։ Եվ սա նախագահի հանդիպումից է գալիս։ Պատկերացեք դրանից հետո ընդամենը 2 ամիս հետո գնացինք ԵԴՄ մտանք, այսինքն ուզում եմ ասեմ եվրոպական կողմի հիասթափություն է, էլի։ Հիմա եվրոպացիք ինչ կմտածեն սրա մասին։ Ես մի քիչ առաջ որ ասի մեր արտաքին քաղաքական ընկերություններից մեկը է նա որ քաղաքականությունը արտաքին դարձրել են նպատակ միջոցի փոխարեն։ Երկրորդ թերությունը այն է որ այս դայների ընթացքում միջազգային հանրության ընկալման մեջ մեր սուվերենության աստիճանը էապես նվազել է արում։ Պատճառներից մեկը ԵԴՄ մտնելու մեր ծևներ, մեր մագիկ քվեարկությունները, մեր խորհրդանական պատվիրակությունների, որոնց ղեկավարները
հանրապետական գուսակցությունի ցեն, դրանց ելույթները, այդ բոլորը միջազգային հանրության մոտ ընդդպահությունն է ստեղծել, որ չէ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը Երևանում չի որոշում, այլ մայրաքաղաքներում է որոշում։ Երբ որ քո սուվերենության աստիճանն է նվազել արտաքին քաղաքականություն, դու արդյունավետ չես կարող բանակցություն, ոչ ոք քեզ լուրջ չի վերաբերվի։ Եվ իրոք այսօր այդպես է։ Եվ նաև մի այլ օրինակ տամ, նաև վստահ եմ գիհիշես, ԵԴՄ մտնելուց ընդամենը 4 ամիս առաջ մենք ռուսական բարտկը փակեցինք 500 միլիոն եվրոբոնդերով, որ ավելի բարձր դոգոսատրույք ուներ։ Ռուսականը 5 էր, 6.5-ով գնացինք եվրոբոնդ վերցրինք, ռուսականը փակեցինք։ Ինչի՞։ Որտեղ իշխանությունները որոշել էին կստորագրեն ասոցիացիան պայմանագիրը։ Այդ բարտկը փակեցին, հետո գնացին ԵԴՄ մտան, բանակցելու բան չունես արդեն։ Եթե դա առած չլինեին, ԵԴՄ-ում դու գասեիր, գիտես, ինչա մտնելու եմ ես։ Բայց եկեք բարտկը գիսով կոնե բան արեք, չեղյալ համարեք, կամ ամփոփչությամբ, այսինքն դու բանակցելու բան կունենայիր։ Դա էլ չարեցին։ Սա էլ երրորդ թերությունն է արամ։ Ես հերթով գնում եմ, հարայն որ քաղաքական հենք չկա, այսինքն կամին ոնց փչեց, այդպես գնում էր։ Իմ ժամանակ կար կոմպլեմենտարիզմը, Դերբեսյանի ժամանակ կար հավասարակշռված քաղաքականություն։ Այսօր այդ մի բառը, որը թվում է թե բառ է, էլի, բայց բառը այնքան բովանդակային է, որ քեզ ուղեկնի չի լինում։ Բայց եթե նույնիսկ այդ չունես դու, օրինակ ամերիկացիների սար պատերազմի ժամանակ մի բառն էր, էլի, արտաքին քաղաքականության լրիվ այդ containment, George Kennan-ի հրարած containment, զսպման քաղաքականությունը մի բառ էր, էլի, բայց դրա շուրջ հադորներ են գրվել։ Նույնը կոմպլեմենտար բառն էր, բայց քոնը ինչ-որ հստակություն էր տալիս։ Երկու կողմն էլ գիտեր, էլի, քո շատ մոտ բարեկամն էլ, ստրատեգիական գործընկերն էլ, հերավոր բարեկամն էլ, գիտեր, որ Հայաստանը այդ կոմպլեմենտարիզմը անելու եւ հրաբարակային էս դա ասում։ Եվ իրենք գիտեն, որ այնքան դա հրաբարակային էս ասել, որ դու չես կարող քո ժողովրդի առաջ արդեն հետ կանգնել, ու բնականաբար այդ ջնշումը քո վրա չի լինում։ Այս սա այսօրվա մեր իշխանությունները չողը չեն հասկացել։ Ես երեք հստակ թերություն ասի մեր արտաքին քաղաքականության անարդյունավետության պատճառ որպես առաջին սովերենության անգում, երկրորդ քաղաքական հենքի բացակայություն, երրորդ որ արտաքին քաղաքականությունը դարձրել են արդեն նպատակ, փոխանակ որ միջոց լինի։ Սրանից որ ես քո հետ համաձայն եմ արամ, ես էլ իսկապես շատ դժգոհ էի դրա արված ցևից, չգիտեմ, հնարավոր է, գիտես, միշտ վերաբանակցել, ես երբեք կոչ չեմ անի դուրս գալ։ Այդ դուրս գալմացին է ուզում հարցնել։ Չէ, նայ բեք չի, որտեղ սխալը սխալով չես ուղում, էլի։ Բայց կարելի է վերաբանակցել։ Նայ, այդ ժամանակ պետք է մենք բանակցեինք մեր բարտկը, բայց չեղյալ էին, արդեն որ հճարել էին դժբախտաբար։ Բայց նայ պետք էր բանակցել հետեւյալ, որ նայեք, 4 երկիր ենք, ամենափոքրը մենք ենք, միակն ենք, որ ցեզետ մենք չունենք բան, ընդհանուր սահման, եւ միակն ենք, որ ելք չունենք դեպի ծով։ Մեր ելքը ծով է, Վրաստանով է անցնում։ Մենք այստեղ ուզում ենք հadoop կարգավիճակով անդամակցություն, ելնելով այդ հանգամանքներից, որ մեզ թույլ տաք երկու բան անել, Վրաստանի հետ ավելի խորքային հարաբերություն ունենալ տնտեսական հարցերում, ընդհանուր ինչ-որ դաշտ, բանի հարգային եւ այլն ներդրումների, եւ նաեւ Եվրոմիության հետ, այո, մենք ասոցիացմանը չենք ստորագրելու, որովհետեւ այստեղ հագասություն կա, բայց մեր երկկողմը այ գալիս է հենց քո առաջի հարցին, էլի, շատ ավելի խորքային լինի, որովհետեւ մենք կարողանանք աղավասիկ այդ բացասական կողմերը, որ ես թվարկեցի, ինչ որտեղ չեզոքացնել։ Հիմա, երբ ես իշխանության եմ ենթադրել, օրինակ զգում եմ էլի այդ որ այդ վստահությունը ունեմ, որ կարելի է գնալ, իրոք այդ խնդիրը դնել, շատ բարեկամաբար, որովհետև դու նաև Ռուսաստանին դասես որպես քո ստրատեգիական գործընկերը, Կովկասում միակը, ինչքան հզոր լինեմ ես, այդքան քո շահն է։ Ինչքան ես գամրջողի դեր լինեմ Վրաստանի Եվրոմիության այդ քո շահն է, որովհետև դու բազա ունես այստեղ, մենք երբեք իրար չենք տավաջանի։ Այնպես որ թող ես տնտեսապես զարգանամ, ավելի հզոր լինեմ, եւ դա նաեւ քո օգուտն է։ Ասածս այնա արամ, որ մանակցային, գիտես, դիվանագիտությունը այնքան իսկապես նուրբ արվեստ է, արհեստ է, ամեն ինչ հնարավոր է անել, եթե դու կարողանաս նաեւ քեզ դնել քո բարեկամի հակարակորդի ինչ-որ բանիմ, էլի, կոշիկում կոպիտ ասած, նույնը ես կասեի, երբ որ դու բանակցությունից Ղարաբաղի հարցը ենթադրենք ադրբեջանցիների հետ, միշտ ինձ համար միշտ դա սկսվում եղել, միշտ դու քեզ դիր քո հակարակորդի թեկուզ դեղը, երբ որ ինչ-որ մի բան ես առաջարկում, նաև հաշվի առ նրա շահերը, այնքան չափով, որ քո սկզբունքային շահերին չի հակասում։ Հիմա ասում եք, առաջ ասում էր հավասարակշռված քաղաքականություն, հետո ասվում էր կոմպլեմենտարիզմ, հիմա բայց վերջերս ինչ որ չեմ լսել, ասվում էր բազմավեկտոր։ Վեկտորը կոնցեպտ չի արամ, դա մաթեմատիկական չափանիշ է, այսինքն բան չի, բովանդակություն չես կարող դնես։ Չէ՞, համաձայն չես։ Բազմավեկտոր, այսինքն դրա մեջ էլ չկա, այսինքն կամին ոնց, ես դա հասկանում եմ, կամին ոնց չէ այդպես էլի։ Ես երբեմն մեր դիվանագետների հետ խոսում եմ, դու կորած վիճակաշրջան, չէ, մենք շատ էլ լավ գիտենք, ես ինձ ասում եմ
Եթե չգիտես ուր ես գնում, երբեք չես կորի, չէ՞։ Ճիշտ եմ ասում։ Որը փողոցի չեք քայլում ես, էլի, նպատակ չունես, ոնց կորես։ Որտեղ նպատակով միտեղ չէ, հա, ես հասկանում եմ իշխանություններին ասին չէ մենք գորած չենք։ Գորած չես, որը չգիտես ուր ես գնում։ Էդ է մեր խնդրեմը այսօր արտաքին կա։ Իրոք չգիտեն ուր են գնում։ Բազմաթիվ օրինակ, ասոցիացիան պայմանագրով գնացին, վերջին գտանք ԵԴՄ։ Մեծ եուֆորիա ստեղծվեց Թուրքիայի հետ պրոտոկոլները ստորագրելու, երբ կոնե նվազագույն հարաբերություն կար Թուրքիայի հետ։ Հիմա ոչ թե զրոյական է, այլ մինուս է։ Այդ է խնդիրը, գիտես, մի բանը սկսում է ճիշտ հակառակն է լինում։ Այսօր մինուսը եւ դա շատ բացասական է։ Մեր առաջի քայլը այն պետք է լինի, որ Թուրքիայի հետ կոնե բերել հարաբերությունները նույն ինչ որ կար 90-ական, 2000-ականներում։ Այո, դիվանագիտական չունենք, սահմանը բաց չէր, բայց նախարարները հանդիպում էին, փոխնախարարները հանդիպում էին, փոխադարձ այցեր կար։ Կոնե երբ որ Թուրքիան հանդիպում է Ռուսաստանի հետ, քո ինֆորմացիայի աղբյուրը միայն Ռուսաստանը չի լինում, այլ նաեւ լինում է Թուրքիան, որտեղ դու գաբ ունես, գնացել ես ՀՀԳ բազմագոմ դիվանագիտության, Թուրքիայի նախարարի հետ կարաս հանդիպես խոսես։ Փոխնախարարը կարա գնա հատուկ Վիեննայում, որը անում ենք բանակցի։ Դա շատ կարևոր է, գիտես, չես կարող էլի մի այստեղից մի անգամից գնաս 180 աստիճան հագարագողությամբ։ Եվ բազմաթիվ օրինակներ, հիմա ես կարամ քեզ 20 օրինակ տամ, որ այս որ կապարական հենք չկա, կամին ոնց փչում է, եւ քայլերը հաշվարկված չեն։ Մեր ժամանակ ես հիշում եմ, էլի, ընտրենք այստեղ ենք, ուզում ենք գնանք այստեղ, չէ։ Իրոք հաշվում ենք։ Սա անելու մինչև առաջի քայլը չէին անում, մինչև ինչ որտեղ վստահ չլինենք, որ կարելի է հաջորդ քայլերն անել։ Հիմա առաջի քայլը անում են, հետո երկրորդը չի երևում։ Հետ քայլ են անում, ուրիշ ուտյամբ են գնում, չգիտեմ, այսպիսի իրավիճակներ են։ 2004 թվականին Բարիս Գրիզլովը հիշում եք, որ պոստբարը արտասանեց, այդ ժամանակ ես նույնպես դժգոհ էի, որ մենք Ռուսաստանից շատ են կախված, եւ այդ կախվածությունը ոչ միայն պահպանվեց, այլև շատ խորացավ։ Այդ կախվածությունից որևէ այլընտրանք ստեղծելու հիմա, ասենք թե մոռանանք ինչ որ եղել է եւ այլն, հիմա հնարավորություն կա թե չկա։ Հա, իհարկե կա, Արամ, իսկապես կա։ Նայ, ես Էդեբյալը ասեմ, նայ, Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը մի քիչ այլ է, քան ուրիշ երկիրներ, որտեղ մեր գաղափարությունը իսկապես շատ է։ Ռուսաստանի հետ ինչ ժամանակ միշտ մենք ունեցել ենք ինքնացենզուրա, էլի, այսինքն օրինակ 10 տարի ես նախարար եմ եղել, չէ, 3 արտգործնախարարի հետ եմ աշխատել։ Երբեք չի եղել։ Սա անգերտ եմ ասում։ Ռուսաստանի արտգործնախարար, էլի, Պրիմակով, բան Իվանով եւ Լավրով։ Երբեք չի եղել այդ 10 տարի, որ նախարարներից մեկը ինձ զանգի ինչ որ բան թելադրի կամ թեկուզ խնդրի։ Քվեարկություն է, էսա չի եղել այդպիսի բաներ։ Ինչու՞, որտեղ մենք ինքնացենզուրան արել ենք։ Այ խնդիրը այդ ինքնացենզուրայի ճիշտ չափը որոշելն է։ Եթե դու ինքնացենզուրայի չափը այսքան ես դնում, նշանակում է քո շահերի մեջ ես, բայց դու ինքնափոխ, երբ որ ինքնացենզուրան սահմանները այսպես ես դնում, դա արդեն բնականաբար քո շահերի սահմաններն է անցնում։ Հասկանում ես, այսօր դա են արել։ Նույն ինքնացենզուրան է իմ ժամանակ այսքան էր, սահմանները ինքնացենզուրային չէի անցնում այդ սահմանները։ Հիմա այնքան են լենացրել, որ արդեն այս սահմաններում հայկական շահ չի մնացել։ Դարձել է արդեն այլ երկրի շահ։ Այ խնդիրը դրա մեջ է։ Ես այսօր իրոք տեսնում եմ հնարավորությունը։ Մեր ստրատեգիական գործընկերությունն անունն է մնացել, արա, բովանդակություն չկա։ Մի քիչ առաջ որ ես ասում էի Ռուսաստանի հետ հենց այդ լեզվով պիտի խոսես ու քեզ ավելի կհարգեն։ Այսօր վրացիներին ռուսերը ավելի հարգում են, քան հայկական կողմին։ Սա փաստ է։ Դու պիտի կարողանաս դիվանագիտ այնպես տանես, որ նաև Ռուսաստանին կարողանաս համոզել, որ նաև քո շահերից է բխում, որ մենք SS բաներ անենք, սա հագարուսական չի։ Մենք երբեք ՆԱՏՕ չենք մտնելու, դու բազա ունես, դա արդեն քեզ վստահություն է տալիս, որ դու կարողանաս այլ խնդիրներում մի քիչ համարձակ խնդիր դնել։ Եվ կարծում եմ, որովհետեւ չկրկնվեմ, արդեն մի քանի օրինակները դվի, էլի, ԵԴՄ-ում շատ արագ պետք է վերաբանակցել։ Մենք Վրաստանի հետ իսկապես պետք է խորացնենք, էլի, դա չգիտեմ, եթե ստրատեգիական գործընկերը մեր Ռուսաստանն է, աշխարհակահաղական գործընկերը, հասկանում եք, այսօր ռուսը բանն է, Վրաստանն է։ Չերչերն էր ասել, աշխարհի վրա ցույց տուր քո դեղը Կարդեզի վրա, Կարդեզիա, ես քեզ ասեմ, ինչպեսի արտաքին քաղաքականություն պիտի ունենաս։ Մեր ձերը չի, մենք պետք է գնանք Վրաստանի հետ ինտեգրացիոն գործընթացների, աբական ավելի այնտեղ է, քան այլտեղ։ Թուրքիայի հետ հարաբերությունները հիշատակեցիք, փաստորեն տապալվեցին այդ պրոտոկոլները տապալվեցին, բայց արդյոք նաև չի փոխվել Թուրքիայի քաղաքականությունը, նաև արտաքին Էրդողանի դիրքորոշումը ավելի կարծր չի դարձել ընդհանրապես Եվրոպայի, չգիտեմ, Ամերիկայի եւ բոլորի նկատմամբ, նաև մեր նկատմամբ։
Համաձայն եմ, այո, ընդհանրապես, բայց դա չի խանգարի, Արամ, նաև ես այնտեղ եմ էլի որոշ կոնտակտներ ունեցել, միջնորդված, նաև պրոտոկոլի հարցերով ես ասեմ, քննարկը, այո, թուրքերի դաշտում է, բայց հարաբերությունները բերելու նվազագույնի, ինչ որ նախկինում եղել է, այդ բարակային մեր դաշտում է։ Դիվանագիտության մեջ նեղացածություն չի կարա լինի, էլի, այսօր մեր իշխանությունների մեջ ոնց որ երեխայի մոդա լինում, չէ՞ որ խալիկներ, նեղանում ես խալիկները թավալում ես ընկերությունից գնում ես դուն։ Այդ պրոտոկոլներում, որ մեր գոմը հայկական խփված սկաց, հավաքեցին իրենց կոպիտասած շագիրդավոր խալիկները, գնացին դուն։ Դե չես կարա դա դիվանագիտության մեջ անես։ Չկա, էլի նեղացածություն այդ կատեգորիա չկա։ Հասկանում ես, դե չմտնեիր այդ խաղի մեջ, կամ լավ հաշվարկեիր, բայց որ այդպես եղավ, խփեց քեզ, լավ խփեցինք, եղավ, գնանք հետ ինչ որ նայենք ինչ են անում։ Այսօր անհրաժեշտ է, ես նորից եմ ասում, դա հնարավորություն կա անկախ Էրդողանի գոշտ իսկապես վարած քաղաքականությունից, որ իհարկե իդ բերել նվազագույնի, ինչ որ կապ ունենալ, տեսնել ուր ենք գնում։ Արցախի խնդրի վերաբերյալ ես գիտեմ որ դուք առայժմ ժամանակ չեք ունեցել ծանոթանալ Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, բայց այնուամենայնիվ նրա ասածները նախորդ ասածները նաև լսել եք, մասնավորապես նա ասում է, որ լուծման բանալիները Ռուսաստանի ձեռքում են, համաձայն եք թե չէ։ Անդրեն, այդքան էլ չէ, գիտես, իհարկե Ռուսաստանը եթե ուզենա գարա շատ խանգարի է, էլի, բայց վերջո ես համարում եմ որ բանալին ես հայկական եւ ադրբեջանական գոհմերի ձերին է, այդ երկուսի ձեռն է։ Բայց նորից այստեղ դիվանագիտությունը մեծ դեր ունի, Արամ, ես Լեոն Տեր-Պետրոսյանին տեսակետները, ասեմ, հարգում եմ, անկախ նրանից թե ինքը ինչ դիրքորոշում ունի, ես դա համաձայն եմ դե չէ, միշտ ասում եմ որ դա էլ է տարբերակ։ Դա էլ է տարբերակ։ Մեր ժողովուրդը եթե ուզում է այդ ուղղությամբ գնա, այդ տարբերակն է, կա նաև այլընտրանքային տարբերակներ, եւ ես նման տարբերություն ունեի հենց նաև Տեր-Պետրոսյանի հետ 98 թվականին։ Նայ, երբ ես նախարար նշանակվեցի 98-ին, միջազգային հանրություն Ղարաբաղի հարցում, բացի նրանից, որ Ադրբեջանի գազվում Ղարաբաղը գարքավիճակ ունենա որպես ավտոնոմիական բարձր, ուրիշ բան չէին ուզում լսեին արում։ Իսկապես դա այդ օրերին այդպես էր։ Ես այն ժամանակ համարձակություն ունենար ասելու, որ չէ, նայեք, դիվանագիտությամբ հնարավոր է էլի այդ գազրադիպը ջարդել։ Եվ դա իրոք հնարավոր եղավ անել արամ։ Միշտ է 10 տարի տևեց։ Առաջի քայլը գնացինք ընդհանուր պետություն, հետո գնացինք Key West, դրանից հետո Պրագյան կորզուց, եւ ավարտվեց Մադրիդյանում, որտեղ իրոք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը փաստաթղթում ամրագրվեց։ Եվ դա ես համարում եմ իսկական ձեռքբերում։ Բայց ինձ համար իհարկե թե դա իդեալական փաստաթուղթ չէր, դա այն տրամպլինն էր, որ մենք պետք է այնտեղից կարողանայինք մի նոր հարթություն գնայինք։ Ուղղակի 2007-ի դեկտեմբերն էր, դրանից հետո իշխանապողություն եղավ, ես թողեցի։ Դժբախտաբար ես զգում եմ այսօր այդ տրամպլինը մեր ոտի տակից հանել դարել են։ Եվ հետ ենք վերադարձել 90-ական թվականներ, այսօր ոչ ոք չի խոսում ինքնորոշման մասին։ Ճիշտ է, այս իշխանությունները առաջի 4-5 տարիներին խոսում էին։ Հիշում եք Լաքելաբան, ուր որ բանի էս G8-ի հանդիպումներ լինում, նախագահներով Մինսկի հայտարարություն են անում ինքնորոշում բան։ Դա չկա վերջերս արամ։ Շեշտը հետ գնացել է դարածքների վերադարձի վրա։ Սա ես կարծում եմ հետ քայլ է եղել։ Հնարավոր է հիմի, ինչպես այն ժամանակ ես վստահաբար ասում եմ, որ չէ, կարելի է ավտոնոմիայից անցնել ինքնորոշման իրավունքի առաջի քայլ որպես բանը իրավունքի ամրագրմանը։ Ես հիմա նույն վստահությամբ ասում եմ, որ հնարավոր է հաջորդ քայլն էլ անել։ Գնալ արդեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի 25 տարի ինքնորոշված լինելու փաստի միջազգային ճանաչմանը։ Ես սրա իսկապես ռեալ բանը տեսնում եմ եւ պետք եղած որոշ շատ նախնական ինչ որ զոնդաժները այսպես ասած արել են եւ ասել են դրա մեջ դրամապանություն գա, որտեղ վերջ-վերջո դա է լինելու։ Կոսովոյի դարբերակը օրինակ միջազգային հանրությունը ճանաչել է, Սերբիան չի ճանաչել, բայց բանով լրելյան ընդունում է։ Դա նաեւ իր համար face saving է, էլի, որ իր ժողովրդին ասում է, ես չեմ ճանաչում անկախությունը։ Նույնը կարող է Ադրբեջանը անի։ Մենք պետք է աշխատենք միջազգային հանրության հետ հարթությունը փոխել քննարկումների, արդեն գնալ ինքնորոշման ճանաչմանը։ Դա կլինի անկախություն, թե Հայաստանի հետ միավորված մի պետություն, ցանկալի է բնականաբար երկրորդը, որտեղ դա շատ ավելի հեշտ է դրան ճանաչում հասնել, քան երկրորդ հայկական պետությանը, բայց նայած մեր ժողովուրդը ինչպես կուզենա։ Բայց ես կարծում եմ, որ իրոք պետք է այդ հարթություն դանել, որովհետեւ կարողանանք արդեն մենք
հասնել մեզ համար ավելի ցանկալի լուծումների։ Դրա հնարավորությունը ես անգամ ասած տեսնում։ Միջազգային հանրությունը չի ասում ուժի չի կիրառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք։ Այդ երեք սկզբունքը պահպանվում են բոլոր փաստաթղթերում։ Այո, փաստաթղթում գա, դա բնականաբար։ Մադրիդյանը որոշ շեղումներով էսպես թե սեղանի վրա է, այդ փաստաթղթում գա։ Ուղղակի որ Ադրբեջանը եթե մի ժամանակ ինքը այդ փաստը ընդունում էր, դրանից կարծեք թե հիմի հրաժարվում է։ Եվ միջազգային հանրության արդեն բարդատրանքը դրա մեջ ես չեմ տեսնում։ Ավելի շեշտը գնացել է դարածքների։ Նայ արամ, որտեղ ես բանակցություններում չկա, չեմ կարող բնթեմ, էլի։ Ես սա ուղղակի կողմնակի իմ լսածներից եւ ուղղակի որ իմ դիվանագիտական հոդարությունը մի քիչ լավ է, ես այդ վտանգը տեսնում եմ, բայց կարող եմ սխալվել եւ սա այն բանն է, որ գուզենամ որ սխալված լինեմ, որտեղ չէ ինքնորոշման իրավունքը շատ այսպես հստակ ամուր կա եւ դրանից որևէ շեղում չկա, որովհետեւ եթե դա իրոք այդպես է, Թրամփլինը դեռ դեղում է, նշանակում է մենք կարողանանք նաեւ հաջորդ քայլ անել։ Հիմա շատ բան գախված է իրոք գիտեք ով կգա իշխանության, ինչի խնդիր կդնի իր առաջ, կոալիցիոն կառավարություն կլինի, ով ինչ տեսակետ առաջ կտանի, ժամանակը ցույց կտա։ Ուղղակի շուտ ես դիվանագիտական առումով ասում եմ, որ հնարավոր է էլի մի նոր հարթության գնալ։ Իմ ասածը ինչ է, մենք իրոք եթե մեր ժողովուրդը պատրաստ է տարածք տալու, ես օրինակ դարածքներ չեմ ուզում խոսել, որովհետև ասում եմ դրա բարոյական իրավունքներ չունեմ։ Մեր ժողովուրդը այնտեղ արյունը թափել, ժողովուրդը ինքը պիտի որոշի։ Միգուցե դա պետք է դնել նաև հանրակրվեի։ Հայաստանում Ղարաբաղում դրա համար էլ պետք չէ խոսել դրանից։ Ես մի բան եմ ասում, բայց եթե ժողովուրդը պատրաստ է իսկապես տալ տարածք, բացառությամբ Լաչինի ենթադրենք, նորից զուտ ենթադրությունների վրա էլի ես չեմ ուզում սխալ բարձրություն թողնել, որ ես դրա գոչն եմ անում։ Եթե ժողովուրդը պատրաստ է տարածք տալ, բացառությամբ Լաչինի, ես ասում եմ դիվանագիտական հնարավոր է այդ տարածքները տալ ի դիմաց շատ ավելի բարձր բանի, այնինչ որ այսօր գա Մադրիդյան փաստաթղթում։ Ես ասում եմ որպես դիվանագետ փորձառու մարդ, որ ներգրաված է եղել բանկություն եւ ինքն ա եղել հիմնական հեղինակը առաջի քայլը անելու այդ Թրամփլինը ստեղծելու։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համրակումը բանակցային փաստաթղթում։ Եվս մի բան է ասել Տեր-Պետրոսյանը եւ կրկնել է այն ինչ որ ասել է, որ դա մեր եւ Ադրբեջանի խնդիրը չէ, դա միջազգային հանրության խնդիրն է եւ միջազգային հանրությունից մենք երկուսս էլ շատ կախված ենք։ Այո, իհարկե, որոշ կախվածություն կա, նայ, իմ առաջարկության մեջ արամ շատ հետաքրքրական մի ֆակտոր կա, էլի, որովհետև տարածքները մեր ձեռն են։ Իսկ կարգավիճակի ճանաչումը, եթե մենք միան գնանք միջազգային հանրության ճանաչման, դա էլ մեր եւ միջազգային հանրության մեջ է։ Այսինքն ինչ որտեղ Ադրբեջանը գողքի վրա է։ Սա շատ նուրբ դիվանագիտական բանը ենթադրում էլի, հասկանաք, հմտությունն որ դու կարողանաս արդեն Ադրբեջանին մի կողմ դնելով միջազգային հանրության հետ մտնել բանակցությունների, որովհետև եթե նորից եմ ասում, ժողովուրդը պատրաստ է այդ տարածքները զոհաբերել, կարելի է արդեն միջազգային հանրության հետ խոսել։ Դուք ճանաչեք, տարածքները մենք կարող ենք մագին հանձնել։ Շատ տեսականորեն եմ խոսում, էլի, ուղղակի ցույց տալու համար, որ դարբերակներ կան, պետք չէ վրազել, հրադապ ինչ որ այսպես չմտածված քայլեր անել, դարբերակներ դիվանագիտության մեջ միշտ կան, խնդիրը պետք է ճիշտ ձևակերպել, դրա շուրջ համախմբվել, հստակ քայլերը իմանալ եւ գնալ իսկապես հետամուտ լինել դրա իրականացմանը։ Առաջին նախագահի կողմնակիցները նաև կշտամբում են ձեզ, որ Արցախը բանակցային կողմ էր, իսկ հետո դարձավ ոչ դուք այդ հարցին պատասխանել եք երկու բառ խնդրում։ Շատ եմ խոսել դրա մասին, իսկապես նաև բանը Արցախը դուրս չի մնացել, ուղղակի այդ process-ն է փակվել, գիտես 2007-ին ա եղել։ Հիմա եթե համարենք որ 2007-ին իրոք դուրս ա մնացել, հա դրա պատասխանը եւ ես եմ եւ Տեր-Պետրոսյանն է եւ այդ օրվա իշխանություններն են, բայց ես չեմ համարում որ դուրս ա մնացել, որովհետեւ այնտեղ գիտեք լրացուցիչ հարցերն էին քննարկում, ընդհանրապես կարգավիճակի հարց չկար։ Սա այն process-ն էր, որ 92 թվականին երբ Հելսինկիում ՀԱԽ նախարարների խորհուրդը որոշեց որ Մինսկում կարգավիճակ կքննարկեն խորհրդաժողովի շրջանակներում, դեռ տարածքների խնդիր չկար, փախստականներ չկային, կար միայն Ղարաբաղի հարց, կարգավիճակ։ Դրանից անմիջապես հետո, երբ մենք ազատագրեցինք տարածքները, փախստականներ ծնվեցին, դրա համար ասին լավ, մինչև Մինսկ գնալը եւ կարգավիճակ քննարկելը, եկեք այս հարագից խնդիրները լուծենք։ Դրա համար գոչվեցին Մինսկի process,
որտեղ ներգրավեց նաև Ղարաբաղի ներկայացուցիչները, ինչպես նաև Ադրբեջանի բնդմամբ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը։ Եվ այնտեղ միան քննարկվում էր դարածք եւ փախստական, որպես հարագից խնդիր։ Եկեք սա լուծենք այս տարի կալ տարի, որ գնանք Մինսկ կարգավիճակ քննարկենք։ Դա գնաց մինչև 2007, երբ Լիսաբոնյան այդ հայտարարությունը եղավ, Ադրբեջանը որ կարծրացրեց իր դիրքորոշումը, որ չէ, աշխարհը մեր հետ է, ասում է այդ տարածքները առանց նախապայմանների պետք է դագու Ղարաբաղի կարգավիճակն էլ ավտոնոմիա է լինել մեր գազում։ Ես ցեզ այդ խոսելիք չունեմ։ Մոսկվայում եմ հիշում, ես 1997-ին փոխնախարարը ես էի բանկությունները վարում Արգադի Ուգասյանը, Ադրբեջանը թողեց գնաց, այդ process-ը կանգնեց արամ։ Մենք մեզ, գիտեք 97-ին, ոչ թե 2000։ Չէ, 97-ին, ես ձեր նախարարը չէի։ Բայց նորից եմ ասում, ես սրա մեջ որևէ մեկին չեմ մեղադրում, ոչ ես եմ պատասխանատու, ոչ թե Բերոսյանը, որևէ մեկի չի։ Process-ը կանգնեց։ Բայց որովհետև զուգահեռապար միշտ նախագահների անգար, հանդիպում կար, էլի զուգահեռ։ Սա կանգնեց, արդեն Ղարաբաղը դեղ չուներ, էլի մասնակցելու։ Բայց նախագահները շարունակվեց։ Հիշում եմ Քոչարյանը, որ նախագահ եղավ, ես էլ ակրտում, այս հարցը հիշում եմ, մենք դեմնանք մի հատ քննարկել էինք։ Ասենք արդյոք հրաժարվենք նախագահները հանդիպելուց, որ ստիպենք, որ էլի բացեն այդ Մինսկի գործընթացը, բանակցեցինք ինչ-որ միջնորդների բանը, տեսանք չէ, Ադրբեջանը պատրաստ չի, այսինքն ընդհանրապես տապալվելու է բանակցություններ, նույնիսկ նախագահի մագարտակով, ասենք լավ, կոնե նախագահներին շարունակենք, որովհետև մենք հավատում ենք եւ այսօր էլ ենք հավատում, եթե բանակցություն չկա, արամ միշտ պատերազմի վտանգը ավելի մեծանում է, էլի։ Օրինակ այսօր ես անցյալ դարվա քարորիա պատերազմի ավելի մեղադրում եմ մեր դիվանագիտության ցախողությանը, որովհետև այսօր բանակցությունները իսկապես փակուղու մեջ են եւ դա ակնհայտ ճշմարտություն է դիվանագիտության մեջ ընդունված աքսիոմա է, որ պատերազմը ցախողված դիվանագիտության շարունակությունն է, էլի։ Երբ որ դիվանագիտություն ցախողում է, ընդհանրությունն են գործի դրվում։ Փակուղու մասին, հա, 94 թվականից Հայաստանի բոլոր իշխանությունները փորձել են այդ հարցը լուծել, չեն լուծել։ Այդ ժամանակից կարելի ասել մենք փակուղու մեջ ենք։ Նույն փակուղին է։ Այսինքն եթե հարցը լուծվեր, եթե խաղաղ պայմանագիր կնքվեր 97-ին կամ չգիտեմ 2006-ին, ապա փակուղի չէր լինի։ Փակուղին Որում երկուով կարելի հասկանալ, ճիշտ է, մեծ հաշվով, եթե հարցը չի լուծվում, ուրեմն խնդիրը փակուղու մեջ է, բայց նաև փակուղու կարա լինի, որ ընդհանրին մի տարի ոչ նախարարները, ոչ նախագահները չեն հանդիպել, փակուղի է նաև, որ եթե հանդիպում ես, բայց process-ում ինչ որ առաջընթաց չունես, էլի նայած ոնց է սահմանում։ Ես ավելի հակված եմ վերջի երկուսին, որովհետև դա վերջնական լուծումը, եթե չի լինում, ասես փակուղի է, չենք կարող հավաքվել դուն գնանք, էլի, պիտի խոսենք իր հետ։ Ես փակուղի եմ համարում երկու բան, որ այսօր տեսնում եմ, որ հանդիպում չկա։ Որերորդ ամիսն է նախագահները չեն հանդիպում։ Նախագահների միջև այդ քիմիայի բացակայությունը կա, իր նկատմամբ փոխադարձ վստահություն չկա, նույնը նախարարների հարթությունում ես տեսնում։ Այնպես որ փակուղի այդ իմաստով փակուղի է, որտեղ բարբերականությունը շատ նվազել է։ Երկրորդ, որ այո, հանդիպում են, բայց չես զգում էլի, որ մի բան ավելացրեցին։ Մեր ժամանակ ամեն մի հանդիպման ինչ-որ մի աղույս ավելանում էր։ Հիմա մյուս կողմից էլ կասես, որ լավ, ձեր ժամանակ 0 էր աղույսները դրիկ էլի, մի դեղ եք բերել, որ դժվար է աղույս ավելացնել, դա էլ եմ ընդունում, իհարկե։ Եվ որ 0-ից է սկսվում, իրոք QS-ից հետո 0 էր, էլի, նոր խոբան դաշտեր, սկսեցինք դնել, հասանք սրան։ Հիմա ինչ որ մի բան կա, դրա վրա աղույս դնել հասկանում ես, դա դժվար է, բայց քոնե պետք է նստել ու խոսել, էլի։ Դա է ինձ մտահոգում եւ ես նորից եմ գտնում Քարիա պատերազմի հիմնական պատճառը ես ավելի տեսնում եմ մեր դիվանագիտության փակուղու իրավիճակի մեջ։ Մեր դիվանագիտությունը պետք է պնդի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կիրառումը, թե դա երկրորդական հարց է։ Այ կարելի է դա անընդհատ սեղանի վրա դնել, ճնշման ցև է, բայց դրանից ուղղակի կարճ միակ դա ինքնանպատակ չի լինի։ Զուգահեռ դու միտանես էլի գլխավոր փաստաղթի շուրջ բանակցություններ, բայց զուգահեռ իհարկե, որովհետեւ քոնե խաղաղությունը բահբան վիճակատում դա պետք է անել։ Դուք համաձայն եք ի վերջո, որ պետք է լինեն փոխզիջումներ, որովհետեւ քաղաքական ուժեր կան, որոնք ասում են ընդհանրապես փոխզիջումներ Ադրբեջանի հետ չպետք է լինեն։ Արամ, նայ, ես իրոք ուզում եմ, նայ, իմ ամբողջ ես այդ կոորդինատորը նվիրել եմ հենց դրան, էլի, հասնել հարցի ղեկավարմանը, ուղղակի դա արդար ղեկավարում լինի։ Հիմա ինչի ես փորձում եմ խուսափել, էլի, չեմ ուզում ասեմ, որ հա պետք է փոխզիջում լինի, տարածք, որը փոխզիջում ասում է դա նշանակում է պետք է տարածք տաս։ Ինչ չեմ ուզում ասեմ, էլի, որովհետև հակառակորդ ես զգում, որ չի ուզում ասի, որ հա ղեկավարի մասով ես պատրաստ եմ, էլի, ինքը ոնց որ ասում է ամեն ինչ իմն է, հասկանում ես։ Այդ դա է, որ ես իրոք խուսափում եմ, բայց երբ որ ռեալ նստում ես, իրավիճակ ես փոխում, զգում ես, որ չէ, իր կողմից կարգավիճակի մասով հասկանում ա, որ բրծել ա, էլի, չես
չես կարողանում այս Ղարաբաղի հետ վերցնես, արին այն ոնց անենք, որ քեզ էլ լավ լինի ընդունելի լինի, այն ժամանակ մի քիչ իրավիճակը փոխվում, սկսում ես ինչ որ։ Բայց դու անընդհատ գնաս դարակ խոսես, ինքը, գիտես, ժողովուրդը կասի չհասկացանք, էլի ինչ է կանում։ Այլ դրա համար ես կխուսափեմ իրոք տարածքներից բան անեմ, դրա համար ասում եմ, վերջեշու դա ժողովուրդը որոշի։ Իշխանության, գիտես, բանը, բարդականությունը այն է, արամ, որ դու բանակցում ես մի բան, այդ ռիսկը վերցնում ես, համարում ես, որ մաքսիմումը սա է, արել ես, համոզված ես, որ մեր ազգային շահերից սա է փոխում, ու բերում ես, դնում ես հանրության դատին։ Մենք օրինակ երբեք դա չենք արել։ Հասցրել ենք մի բան, Մադրիդյանը չենք ասել, սա մեր վերջինն է ժողովուրդ, սա ենք արել։ Տեր-Պետրոսյանը օրինակ արել է, դա իր իրավունքն է։ Այն ժամանակ ինքը ասեց ժողովուրդ, ես համարում եմ, որ այսօր սա է մեզ պետք, երկրի շահերից սա է փոխում։ Նույն օրինակ Սերժ Սարգսյանն է արել։ Ասել է, ես համաձայն եմ այդ փաստաթղթին գնալ ստորագրել։ Մենք օրինակ դա չենք արել։ Այնպես որ երկու նախագահներն էլ ժողովրդի դադին ինչ որ մի բան ներկայացրել են։ Իհարկե, հիմա ժամանակը փոխվել։ Ես չեմ ասում, որ այն ժամանակ ես ասել չէ, քո տեսակետը մենակ սա։ Իհարկե, աշխարհն է փոխվել։ Իրոք Տեր-Պետրոսյանի ժամանակը շատ դժվար էր։ Աշխարհը չէր ուզում լսել էլի ինքնորոշման իրավունքի մասին ու Տեր-Պետրոսյանը տեսնում էր այդ։ Հարավսլավիայի արյունահեղությունը գար, սովետական միությունը պայթել էր, հասկանում միջազգային հանրությունը մտահոգ էր էլի, հասկանում որ գարա մեծ արյունահեղություն։ Չէին ուզում լսեին, ինքնորոշման իրավունք չկա, տարածքային ամբողջականություն։ Ու Տեր-Պետրոսյանը նախկալը տեսնում էր իր շրջանակները դա էին, բայց հիմա փոխվել է աշխարհը մի քիչ։ Իրավիճակը փոխվել, ավելի խաղաղ է, կենտրոնանում են ավելի Իրաք, գիտես, what IGIL եւ այլն այդ հարցերի վրա։ Այստեղ մի քիչ այլ իրավիճակ է, ես տեսնում եմ հնարավորություններ, հատկապես որ Կոսովոն է եղել, Արևելյան Թիմորն է եղել, Հարավային Սուդանն է եղել, միջազգային դրամատուրգիաները այսօր այլ է։ Այնպես որ այդ գազրադիպերից մի քիչ վեր կանգնենք, համախնդրենք, իրոք խնդիրը դնենք, սա մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, էլի, գնանք նրան, որ իսկապես 91-ին որ գնացել ենք Ղարաբաղի ինքնորոշման հետևից, իրոք հասնենք դրան, որ չասենք, որ թափվածարյունը բաներ էլի։ Վերջին հարցը, որը թեմայի հետ կապ չունի, բայց քանի որ մենք այստեղ ենք, ես ուզում եմ այդ հարցը տալ, ուրիշ ֆորմատներում այդ հարցը չեն տա, բայց այդ հարցը ինձ շատ է հետաքրքրում։ Ապրիլի 2-ը Քարոզիա պատերազմի սկիզբ է, ապրիլի 2-ը ձեր, այսինքն խորհրդանական ընտրությունների օրը, ապրիլի 2-ը նաև ԱՄԵԿ+-ի փակման օրն է, 10 տարի առաջ, ուղիղ 10 տարի առաջ, Քոչարյանի ջանքերով այդ հեռուստաընկերությունը եթերազրկվեց։ Դուք արտգործնախարար եք, դուք որևէ խոսակցություն ունեցել եք նախագահի հետ դրա շուրջ, թե ասել եք լավ ես անում, աչքներ հանում ես, թե ընդհակառակը ասել եք պետք չի, կամ ընդհանրապես լռել եք։ Շատ անգեստ պատասխան ունեմ։ Նայ, ով, ես միշտ գիտես համոզված եմ, որ դու պետք է չգիտեմ, իմ կոորդինացիոն հետևել ես, էլի, ու այն ժամանակ էլ գրում էր, ու գիտեմ, որ շատ դրական բաներ էլ գրել ես, դրանից հետո էլ ես դրական գրել։ Հիմա վերջերս մի քիչ ավելի բացասական ես գրում, խնդիր չի, դա ին վերաբերում կոնկրետ բացակ չի փոխվում։ Բայց ինչ մտածել եմ, որ դու մեր իսկապես խորքային բաներից ես, էլի, լրագրողներից ես, խմբագիրներից ես, եւ ով դու ինձ պետք է լավ հասկացած լինեիր, որ ես իմ էությամբ իսկապես ժողովրդավար եմ։ Ինձ համար ԱՄԵԿ+-ի փակումը շատ ցավալի էր։ Ես հրապարակային ասել եմ արամ, ուզում եմ իսկապես դա գնամ գտնեմ, դեղն էլ հիշում եմ, ես հիշում եմ, էլի կանգնած ինձ հարց արտգործնախարար լինելով։ Հա, արտգործնախարարության օր նախարարի վիճակում ասել եմ, ես շատ ցավով եմ ընդունում, որ ԱՄԵԿ+-ի նման բանը փակվեց։ Ես սա ասել եմ, ուզում եմ իրոք հանձնարարեմ մեկը, դու էլ միանա, էլի արխիվներում եթե գարած գտնես, ուզում եմ սա անել։ Բայց նաև նախագահի մոտ մոդել ասել եմ արամ։ Հիմա կասես որ լավ բան ես անում, էլի հիմա անցել է։ Չէ, ես ես հավատում եմ, եթե իրոք մոդել եմ, միան սա չէ, մի քանի թեփ կա եղել, չկա։ Իրոք մոդել ասում բանը, սա մեր հեղինակության խփում է, հասկանում ես։ Իրոք ասել եմ։ Ինձ համար ցավոտ է արամ։ Հիմա ինձ ասում են լավ, այն ժամանակ հրաժարական դա էր։ Ախր հեշտ է ասել հրաժարական դա էր։ Ես իմ խնդիրներ ունեմ, արամ, Ղարաբաղի հարցի խորը բանակցությունների մեջ եմ։ Թուրքիայի խնդիր կա, տարածաշրջանային հարցեր կա, երկկողմ բազմաթիվ երկրի հարցերն են, էլի։ Հիմա ԱՄԵԿ+ է փակվել։ Լավ, այսինքն հարց է ձեր համար։ Չէ, փողոքի, չէ, մանր չասեմ, բայց ինչ ես մտածում այն ժամանակ։ Ասում ես լավ, թողեցի գնացի։ Նոր էգողը ԱՄԵԿ+-ը վերադարձնելու է եթեր։ Չի վերադարձնելու, չէ, իմ փոխարենը, ով որ եկավ, թողեցի գնացի։ Բայց ես որ գնացի, գիտեմ որ ես Ղարաբաղի հարցով լավ գործ եմ անում, այլ հարցերով։ Ես գնացի այդ նոր էգողը, չգիտեմ, էս էլ գարա անի։ Այսինքն միշտ էլ այսպես գշիրի վրա եմ դրել։ Դրա համար էլ իմ հրաժարականը, արամ ես համարում եմ, որ այդ պաշտոնից արտգործնախարար, ես հրաժարական վերջերթը դվել եմ։
Դվել եմ Սերժ Սարգսյանի տեսփանների առաջ ելույթը կա 2008 թվականին ընտրություններից հետո ասեց բարոնակ տեսփաններ Վարդան Օսկանյանը արտգործ նախարար չի այս պահից կամ վաղվանից միայն ու միայն իր բնդմամբ սա վիդեոն կա ասի եւ իրոք այդպես ա այդ մարդը ինձ ասել է Վարդան մնա շարունակի ես ասել եմ չէ ճիշտ պահին պիտի կարողանաս հրաժարականը տալ արամ նայած ինչ խնդիր է հասկանու ես բայց եթե ընդհանրենք մեծ այնպիսի հարցեր արտաքին քաղաքականության արդեն քո սկզբունքի թեմա այն ժամանակ հա քո ոլորտն է ու քո գամքի հագարակ նախագահ ուզում է մի բան անի այն ժամանակ կթողես կգնաս բայց երկրում այլ ոլորտներում ինչ որ բաներ են եղել մտածում ես գշրի վրա ես դնում արժի սրա համար եթե լուծվեր ամեկ պլյուսի միգուցե արժեր բայց գիտես որ ուրիշը կգա ամեկ պլյուսը փակված կմնա ու այլ աչքիցս Ղարաբաղի արդյոք այդ նոր էգով կկարողանա ինչ որ լավ բան անի թե չէ այս սա է եղել արամ ես միշտ ասել եմ ու սա անգերտ եմ ասում ես հագաժողովրդավարական բան քայլ անելու համար ինձ պետք է ստիպեմ հա իրոք այդպես է գարած ես civitas եմ վարել հարցնես հիմա գուսակցություն եմ ստեղծել հարցնես նախարարությունը մի հատ մարդկանց կարելի է խոսացնել ինձ նման էության ժողովրդավար մարդ ազգական արժեքներ գրող չգիտեմ էլի այսինքն չասեմ ուրիշը չկա իհարկե կա բայց ես այդպեսին եմ եւ իսկապես ինձ համար ամեկ պլյուսի փակումը շատ ցավալի է Շնորհակալություն իշխանության դեպքում արամ ես քեզ խոստանում եմ ամեկ պլյուս ամբողջությամբ կվերադառնա եթե Շնորհակալություն Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար սիրելի բարեկամներ իմ զրուցակիցներ նախկին արտգործնախարար Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի ցուցակով պատգամավորի տեխնացու առաջադրված Վարդան Օսկանյանը մենք կհանդիպենք ուրբաթ օրը ստեսյուն